Մարգանցովկան ջրում լուծվելուց մենք ստանում ենք համասեռ լուծույթ, քանի որ լուծված նյութի մասնիկները անզեն աչքով չեն երևում։ Այս երևույթը ֆիզիկական է, քանի որ նոր նյութ չի առաջանում։ Ջրի գոլորշիները հավաքելով մենք ստանում ենք թորած ջուր։ Սա մաքուր նյութ է, որովհետև կազմված է միայն ջրի մասնիկներից։ Դա ֆիզիկական երևույթ է, որովհետև նոր նյութ չենք ստանում։ Կերակրի աղը լուծում ենք ջրի մեջ, ստանում ենք համասեռ լուծույթ։ Մեր ստացած համասեռ լուծույթը դնում ենք կրակի վրա։ Մի քանի րոպե եռալուց հետո մենք կտեսնենք, որ ջուրը գոլորշիացել է և մնացել է աղի նստվածքը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ֆիզիկական երևույթ։ Խառնել ենք շաքարը և ջուրը։ Մենք սպասում ենք, որ ջուրը եռա, գոլորշանա, որպեսզի մնա շաքարը։ Ինչպես տեսնում ենք, ջուրը գոլորշացավ և մնաց շաքարը։ Ահա ես միացրեցի բնական գազը։ Այրվում է, որովհետև նրա մեջ եղած մեթանը այրվում է և առաջանում է ածխաթթու գազ և ջուր։ Այս երևույթը քիմիական երևույթ է, որովհետև տեղի է ունենում քիմիական ռեակցիա և առաջանում է նոր նյութեր։ Լուսկու կողին քսված է կարմիր ֆոսֆոր։ Գլխիկում գտնվում է ֆոսֆոր, բերթոլեի աղ։ Երբ լուսկու գլխիկը շփում են կողին, տեղի է ունենում քիմիական ռեակցիա, առաջանում են նոր նյութեր, ուրեմն լուսկու այրումը քիմիական երևույթ է,